Բյուջետային տարվա ամփոփման շրջանակում առաջնային նշանակություն է ստանում պետական ֆինանսական միջոցների օգտագործման արդյունավետության գնահատումը։ Ուստի այսօր կանդրադառնանք 2024 թվականի սոցիալական բյուջետային ծրագրերի փաստացի կատարման ցուցանիշներին, համեմատության մեջ դնելով դրանք սկզբնական պլանային նախատեսումների հետ։ Նախքան առանձին ծրագրերին անդրադառնալը, եկեք տեսնենք սոցիալական պաշտպանության ոլորտի ծրագրերի կատարման տոկոսային ցուցանիշները կատարողականի տարեկան հաշվետվության տվյալների հիման վրա։ 2024 թվականի պետական բյուջեով սոցիալական պաշտպանության ոլորտին նախատեսված էր հատկացնել 755,3 միլիարդ դրամ 17 բյուջետային ծրագրերի իրականացման նպատակով։ Փաստացի կատարման արդյունքներով այս ոլորտը ստացել է 852,5 միլիարդ դրամ, ինչը գերազանցում է սկզբնական նախատեսումները 57,2 միլիարդ դրամով կամ 7,2%-ով։ Ինչու՞մն է կայանում այս տարբերությունը։ Սկզբում եկեք տեսնենք, թե որ հիմնական ծրագրերն են ավելի շատ ֆինանսավորում ստացել, քան նախատեսվել էր պլանային բյուջեով։ Ըստ տարեկան հաշվետվության, ճգնաժամերի հակազդման եւ արտակարգ իրավիճակների հետևանքների նվազեցման եւ վերացման նպատակով առանձին սոցիալական խմբերին տրվող սոցիալական աջակցություն ծրագրին հատկացվել է 60,6 միլիարդ դրամ ֆինանսավորում, ինչը 4 անգամ կամ 45,6 միլիարդ դրամով ավելին է, քան նախատեսված 15 միլիարդ դրամը։ Հաջորդ ծրագիրը կենսաթոշակային ապահովություն ծրագիրն է, որին հատկացվել է 519,6 միլիարդ դրամ ֆինանսավորում, ինչը 5,2%-ով կամ 25,7 միլիարդ դրամով ավելին է, քան նախատեսված 493,9 միլիարդ դրամը։ Բնակարանային ապահովում ծրագրին հատկացվել է 8 միլիարդ դրամ ֆինանսավորում, ինչը 65,6%-ով կամ 3,2 միլիարդ դրամով ավելին է, քան նախատեսված 4,8 միլիարդ դրամը։ Սակայն հարկ է նշել, որ ոչ բոլոր ծրագրերի հատկացումներն են աճել։ Որոշների հատկացումները նվազել են համեմատած նախատեսվածի։ Ըստ տարեկան հաշվետվության, անապահով սոցիալական խմբերին աջակցության ծրագրին հատկացվել է 24 միլիարդ դրամ ֆինանսավորում, ինչը 24,9%-ով կամ 7,9 միլիարդ դրամով պակաս է, քան նախատեսված 31,9 միլիարդ դրամը։ Ընտանիքներին, կանանց և երեխաներին աջակցության ծրագրին հատկացվել է 4,5 միլիարդ դրամ ֆինանսավորում, ինչը 10,6%-ով կամ 0,5 միլիարդ դրամով պակաս է, քան նախատեսված 5 միլիարդ դրամը։ 2024 թվականի կատարողականը ցույց է տալիս, որ սոցիալական պաշտպանության ոլորտում մի շարք ծրագրեր ստացան ավելացված ֆինանսավորում, արձագանքելով առկա խնդիրներին ու կարիքներին։ Սակայն որոշ ծրագրերում մենք տեսնում ենք պակասեցված հատկացումներ, ինչը ևս հուշում է, որ բյուջետային պլանավորումը պետք է լինի առավել ճշգրիտ, հիմնված իրական պահանջների եւ կանխատեսելի փոփոխությունների վրա։ Վերջնանպատակը մեկն է՝ պետական միջոցները ծառայեցվեն առավելագույն արդյունավետությամբ ի նպաստ մարդու եւ երկրի սոցիալական կայունության։